Երբ ինձ հարցնում են, քանի երեխաներ են ծնվել, իրականում ես այդ թիվը չեմ կարող ասել, որովհետև հազարներից անցնում են։ Վերարտադրողական բժշկությամբ զբաղվելու համար մասնագետը պետք է լինի առաջին հերթին մանկաբարձ գինեկոլոգ։ Սա պարտադիր բազային պայմաններից է։ Ես ինքս ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, համալսարան են ասում, այն ժամանակ ինստիտուտ էինք ասում։ Որից հետո 4 տարի աշխատել եմ շրջանում, ղեկավարել եմ մանկաբարձական ծառայություն Արագացի շրջանում, դրանից հետո մոտ 4-5 տարի Երևանի ծննդատան գլխավոր բժշկի ծննդատան դերում մանկաբարձ գինեկոլոգիա, դրանից հետո 3-րդ ծննդատան էլ ղեկավարել եմ բուժական աշխատանքներով։ Դրանից հետո միայն մեկնել եմ արտասահման, որտեղ եւ կատարելագործվել եմ արդեն որպես վերարտադրողական բժշկության մասնագետ։ Հայտնի բժիշկ աշխարհում Ռենե Ֆրիդմանն է հրավիրել, ուրիշ գիտական աշխատանքներ էին անում, որի հետ զուգահեռ ինձ մոտ այս արտամարմնային բեղմնավորման հետաքրքրությունն առաջացավ։ Անպտղությամբ իմ աշխատանքները մասնագիտական, գիտական, ես այդ դոկտորական թեման պաշտպանեցի, որից հետո մեկնեցի Բոստոն, շարունակեցի արդեն անպտղությամբ մասնագետ որպես իմ աշխատանքները 10 տարի էլ Բոստոնում եմ աշխատել, վերարտադրողական, ուրեմն ոլորտում, վերարտադրողական արտամարմնային բեղմնավորման ամբիոնում եւ լաբորատորիայում։ Ուրեմն երբ ինձ հարցնում, որից հետո նոր միայն վերադարձել եմ Հայաստանի դեպ, այսինքն 2005-6 թվականներից ես այստեղ ուրեմն բացեցի իմ գործունեությունը։ Մենք դեռ սկսել ենք միասին աշխատել փոքրիկ կաբինետային պայմաններում եւ ապա անդադ ծավալվելով, զարգանալով արդեն ունենք 2 կենտրոն եւ իհարկե 2 բժշկի, 2 աշխատողի կարգավիճակից արդեն մեր կենտրոնը ունի 20-ից ավելի աշխատողներ։ Այդ զարգացումը 7-8 տարիների ընթացքում այդպիսին է եղել երկրաչափական պրոգրեսիայով։ Մանկաբարձի աշխատանքը ինչ է, արդեն եղած երեխային մանուկին ստացված սովորում է միջև վերջ պահել, պահպանել, ծնունդ ընդունել, կյանքի բերել։ Դա արդեն ինքնստյան մի հրաշքի է մասնակցում, բայց երբ որ հաջորդ կարևորագույն ուղղակի ստեղծել այդ մարդ էակը լաբորատոր պայմաններում եւ հանկարծ հնարավորություն է ընձեռվում, որ դու դրանով զբաղվես, շարունակես, ինչ որ միտեղ ենթագիտակցաբար եւ դա իմ երազանքն էր եղել ճիշտ ասած։ Ուղղակի ինձ թվում է, որ այդ հարցում իմ բախտը շատ բերել էր իհարկե։ Բացի շատ լավ բժիշկ լինելուց, նաև շատ լավ ղեկավար եմ, այսինքն տալիս է բժիշկներին հնարավորություն աճելու։ Բոլոր բժիշկները մեր մոտ անցնում են, երբ որ գալիս են ընդունվում են կլինիկա, անցնում են նույն դպրոցը, նույն վերապատրաստումները հիմնված եվրոպական եւ ամերիկյան ստանդարտների եւ մոտեցումների վրա։ Այս ճյուղը ուղղակի ֆանտաստիկ քայլերով առաջ է գնում։ Դրա համար հարկավոր է, պետք է եւ մենք դրան ձգտում ենք, որպեսզի հետ չմնանք եւ անընդհատ հետևենք ու աշխատենք, որ Հայաստանում էլ այս ամբողջ հաջողությունները, մեթոդները ներգրված լինեն։ Վերարտադրողական բժշկությունը վերջին տարիներին շատ սկսեց զարգանալ Հայաստանում, երբ հիմնվեց նաև Էդուարդ Համբարձումյանի գլխավորությամբ Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիան։ Բժիշկ Համբարձումյանը հրավիրեց մեծագույն անուններ ունեցող մասնագետների, պրոֆեսորների եւ այդ բոլոր մասնագետները մեր բժիշկների հետ եւ նաեւ մեզ հետ կիսվում էին իրենց գիտելիքներով, նորություններով։ Դա նպաստեց վերարտադրողական բժշկության վերելքին Հայաստանում։ Գիտեք, 30 երկրից երկրագնդի հիմա պետություններից գալիս են մեզ մոտ հիմա բուժվելու մեր կենտրոն 30 եւ այն թվում Եվրոպայի բոլոր եւ Միացյալ այսինքն զարգացած երկրներից էլ։ Երկար տարիներ փորձել ենք բալիկ ունենալ, սակայն չի ստացվել։ Շատ բժիշկների ենք դիմել։ Արտասահմանից էլ են եղել բժիշկներ, որ փորձել են մեզ օգնել, բայց արդյունք չենք ունեցել։ Վերջին տարիներին Փառք Աստծո հանդիպել եմ Էդուարդ Մարտինովիչին, ինչ համար շատ շնորհակալ եմ։ Որոշակի ժամանակակից մեթոդների փորձարկումներից հետո այս տարի ունեցանք մեր բալիկին։ Վերարտադրողական բժշկությունը, սա բոլոր երկրներում է այդպես, համարվում է ոչ միայն ուղղակի մի բժշկության կամ գիտության ոլորտ, այլ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող պետության համար մի
ճյուղ, մի գիծ, որը որ պահանջում է մեր բոլորիս, ոչ միայն պետության, ոչ միայն բժիշկների, այլև ամբողջ հասարակության աջակցությունը։ Ամեն պացիենտի հետ նա ապրում է, ամեն պացիենտով նա հետաքրքրվում է, ամեն պացիենտի համար, այսպես ասած, ամեն ինչ անում է, որպեսզի մեզ մոտից գնան բալիկով։ Միայն ոչ լավ բժիշկ, այլ նաև շատ լավ մարդ, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ իրեն, միշտ լավ տրամադրությամբ եմ իր սենյակից դուրս եկել։ Միայն լավ բժիշկ լինելը բավական չի, հարկավոր է նաև շատ լավ մարդ լինել, որպեսզի պացիենտը իրենցից չհիասթափվի եւ հույսով լի այցելի բժիշկի։ Մեր գրեթե բոլոր պացիենտները անպայման մեզ ուրախացնում են իրենց այցելությունով բալիկի հետ, որպեսզի տեսնեն մեր, այսպես ասած, աշխատանքի արդյունքում ինչ լավ համովի կանուշիկ բալիկներ ունենք։ Անպայման ուզում եմ, որ իմ սիրելի բժիշկները հանդիպեն բալիկիս հետ ու ինչքան շուտ, այնքան լավ։ Դրա համար այսօր որոշեցինք այցելենք իրենց։ Գիտեք, զգացողությունները միանշանակ դա ուղղակի ինչ որ հրավառության մի բան է ոնց որ այդ երեխաները որ մտնում գոռգոռում են, նոր տեսակ, քանիսը կային գնացին, միայն ուրախացնում է։